Ողջույն բոլորին, այս տեսանյութում փետրվար ամսվա թվագիտական հորոսկոպն է։ Այս հորոսկոպի ժամանակ կներկայացնեմ հակիրճ տարբերակը։ Ընդհանրապես ձեզ հարկավոր է ձեր օրը և ամիսը գումարել իրար։ Օրինակ, եթե ծնվել եք 19-ին 12-րդ ամիս, ընդամենը գումարում եք իրար և ստանում եք օրինակ 31 և լսում եք այդ թվի կանխատեսումը։ Ընդամենը դա։ Պետք չի այդ թվից որևէ թիվ գումարել, որևէ թիվ հանել, ոչինչ հարկավոր չէ։ Ընդամենը ձեր օրը, ամիսը հենց սովորական գումարում եք իրար։ Եթե դժվարանում եք, կարող եք հաշվիչ օգտագործել, ոչ մի խնդիր այստեղ չկա։ Ընդամենը օրը և ամիսը գումարում եք իրար։ Եվ մենք սկսենք։ Եթե ստացել եք 1 դժվար ստանաք, 10, 19 կամ 28, ապա փետրվար ամսին աշխատանքը այս ամսվա գլխավոր բառն է ձեզ համար։ Կառուցեք ամուր հիմք, կատարեք փոքր, բայց մանրակրկիտ առաջադրանքներ, եղեք գործնական և ամեն ինչ կարգի բերեք ձեր շուրջը։ Ովքեր իրենց հաշվարկի մեջ ստացել են 2, 11, 20 կամ 29, ապա փետրվար ամիսը ձեզ համար փոփոխությունների ամիս է, նոր հետաքրքրություններ կառաջանան, նոր մարդիկ, նոր վայրեր, նաև ճանապարհորդության կարող եք գնալ։ Կյանքի կոչեք ձեր նոր բիզնես գաղափարները, նաև գովազդի միջոցով կյանքի կոչեք, ընդլայնեք ձեր բիզնեսը և մի հետևեք ծեծված ճանապարհին։ Ովքեր որ ստացել են 3, 12, 21 կամ 30, ապա փետրվար ամիսը վերցրեք պատասխանատվություն ձեր տան, ընտանիքի և շրջապատի համար։ Զարդարեք և բարելավեք ձեր շրջապատը։ Սա լավ ժամանակ է ստեղծագործելու, արվեստի, ինչպես նաև ամուսնանալու կամ նաև ամուսնալուծվելու համար։ Ովքեր որ ստացել են 4, 13, 22 կամ 31, ապա փետրվար ամսին կատարելագործեք ձեր արած ավարտին հասցրեք ձեր բոլոր գործերը։ Համբերատար եղեք, վերլուծեք, շատ մի խոսեք ձեր ծրագրերի մասին, կարդացեք և սովորեք, ձեռք բերեք նոր գիտելիքներ և ավելի շատ հանգստացեք։ Ովքեր որ ստացել են 5, 14, 23, ապա փետրվար ամսին ամեն ինչին մոտեցեք խելամտորեն, զգույշ եղեք ձեր գումարի հետ, ծախսերը կարող են գերազանցել եկամուտը, ժամանակն է ընդլայնել ձեր բիզնեսը և կարող են նաև ի հայտ գալ ավելի շատ հնարավորություններ գումար վաստակելու համար։ Ովքեր որ ստացել են 6, 15 կամ 24, ապա փետրվար ամսին պետք է ծառայեք մարդկությանը, կատարելով առաջադրանքներ։ Հաջողությունը կգա նրանց, ովքեր օգնում են ուրիշներին, առանց մտածելու իրենց սեփական նպատակների մասին։ Ժամանակն է անձնուրաց լինելու և ինքնուրաց։ Վերականգնեք խզված կապերը և մի սկսեք այս ամիս նոր նախագծեր։ Ովքեր որ ստացել են 7, 16 կամ 25, ապա փետրվար ամիսը գործողությունների ամիս է ձեզ համար, ժամանակն է սկսել նոր նախագծեր, լրացնել հները, ավարտել կամ փոփոխություններ կատարել։ Եղեք նախաձեռնող և ակտիվ։ Մի լսեք ուրիշների խորհուրդները, հույսներ դրեք միայն ձեզ վրա։ Օգտագործեք ձեր եզակի անհատականության լավագույն հատկանիշները։ Եթե դուք ստացել եք 8, 17 կամ 26, ապա փետրվար ամիսը ձեզ համար լավագույն ամիսն է համատեղ ձեռնարկությունների, գործնական կամ անձնական գործընկերությունների և ամուսնության համար։ Համագործակցեք և ծառայեք ուրիշներին։ Խուսափեք վիճաբանությունից կամ կռիվներից, պահպանեք խաղաղությունը։ Սա եկել է ձեր բերքահավաքը հավաքելու ժամանակը, այնպես որ օգտագործեք այս հնարավորությունը։ Եվ իհարկե, ովքեր որ ստացել են 9, 18 կամ 27, ապա փետրվար ամիսը օգտագործեք ձեր ստեղծագործական տաղանդները ինքնադրսևորվելու համար, ձեռք բերեք նոր ընկերներ, զբաղվեք հասարակական գործունեությամբ, հանգստացեք և զվարճացեք։ Հիմա ժամանակն է կենտրոնանալ թղթաբանության վրա, նամակներ, զեկույցներ, գրքեր և բանավոր գործունեության վրա նույնպես, հանդիպումներ, սեմինարներ և համաժողովներ։
Այսքանը սիրելիներս, ասելիքս հակիրճ էր, բայց ինձ թվում է ձեզ համար սա շատ լավ հնարավորություն է իմանալու, թե ինչ է ձեզ սպասվում փետրվարին թվայգիտության տեսանկյունից։ Այսքանը մաղթում եմ ձեզ հաջողություն ամբողջ փետրվար ամսվա ընթացքում, լավ եղեք։